Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ շարունակենք թերևս երեկվա թեման, որովհետև զարգացումներ են եղել Գյումրու քաղաքապետ Կոչեցյալի գործի շուրջ եւ իհարկե ազգային ժողովում էլ որոշակի հայտարարություններ էին հնչում, ինչպես որ սպասելի էր եւ ակնկալելի էր։ Գումարած որոշակի արձագանքների կուզեմ անդրադառնալ, որովհետև պետք է տեսանելի լինի այս մարդու պաշտպաններին եւ նրանց, ովքեր որ ուզում են, չգիտեմ, իսկապես ժողովրդավարություն լինի, էլի ասենք, իրենց խոսքով դա են ցուցաբերում, բայց իրենք ռուսական ֆոնի վրա են գնում։ Եվ ամենալավ մոտեցումը կլինի հետեւյալը, որ այո, իսկապես Վարդանիկին եկեք ուղարկենք Ռուսաստան։ Ասենք իրան ասենք, որ հարգելիս ինչ կա չկա հանգիստ Խոստովանի, գնում ես Ռուսաստան։ Ну, Սիբիրն էլ է Ռուսաստան, բայց այնուամենայնիվ, էլի։ Գնում ես Ռուսաստան, քո սիրելի միութենականության շրջանակներում, հանկարծ հետո Եվրոդատարան չդիմես։ Դիմի Մոսկվայի դատարան, չգիտեմ, Պետերբուրգի, Սանկտ Պետերբուրգի դատարան, չգիտեմ, ասես բաներ արա։ Դու միութենականության կողմնակից ես, դե դավայ։ Հիմի խելոք սիրուն ենթարկվի։ Բայց ոնց որ չէ, այդ ժամանակ հիշում են, որ դա այնքան էլ լավ բան չի, ու ժողովրդավարությունն է լավ բան։ Երբ որ ընկնում են օրենքի ձեռքը, բոլորը ընկալում եւ ըմբռնում են, որ ժողովրդավարությունը ամեն դեպքում լավ բան է։ Վարդան Ղուկասյանին եւ պաշտոնատար մի շարք անձանց ներգրավմամբ կաշառքի գործով քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ, հաստատելով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։ Երեք մի հատ փեսա երկուսեր է հայտնվել, ասում էր բանով, արհեստական բանականությամբ հասարքած, այս ինչ եք անում։ Ունենք արդեն խոստովանական ցուցմունքներ։ Վարդանիկի համար հրապարակ դուրս եկած սիրելի քաղաքացիներ, ո՞նց ենք անում հիմա։ Ուզում ենք, տեսեք, եկեք չանձնավորենք։ Համաձայն եք, չէ՞ որ չանձնավորենք։ Ես իմ կարծիքով ձեզ լավ առաջարկ եմ անում։ Տեսեք, սիրելի համերկրացիներ, ուրեմն դուք համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունում կաշառակերությունը շարունակվի։ Եթե համաձայն եք, ես առաջարկում եմ, բոլորով հավաքվում ենք, գնում ենք կառավարության շենքի առաջ, ակցիա ենք իրականացնում, որ ետ բերեք մեր կաշառակերությունը, կոռուպցիան, որովհետև ժողովրդի պահանջը դա է։ Ետ բերեք հանցագործությունները, ինչ կա, չկա հետ բերեք մեր միութենականությունը, ռուսաց լեզուն դարձրեք Հայաստանում պարտադիր պետական երկրորդ լեզու, հետագայում քիչ-քիչ կդառնա առաջին։ Մի խոսքով, սենց բաներ անենք, գալիս եք գնանք անենք։ Եթե չեք գալիս, ուրեմն այս կողմ եկեք, աշխատանքներ են իրականացվում։ Իմիջիայլոց այսօր ազգային ժողովում այդ ռեպրեսիաներից էին խոսում, ընդդիմադիր գործիչներ են հավաքում տանում։ Ռուբեն Ռուբինյանը վերկացավ կարդաց Հայաստանի Հանրապետությունում տասնյակից ավել վայրեր, որտեղ որ ընդդիմադիրներն են կառավարում։ Ու խնդիր որևիցե կարծես թե չկա։ Չէ, որոշ խնդիրներ կան ժողովրդի կողմից, բողոքներ կան, բողոքներ ամենուր կան։ Բայց այնուամենայնիվ այսքան չենք տեսնում ինչ-որ գործողություններ, հա, այդ ուղղությամբ, որովհետև երևի թե առայժմ բան չկա։ Նրանք երևի գիտակցել են, որ այսօրվա իշխանությունները անհանդուրժող են նման երևույթների հանդեպ եւ փորձում են իրենց զուսպ պահել։ Օրինակ, բերեմ Գորիսում, մենք տեսնում ենք Գորիսը ոնց է օր-օրի գեղեցկանում ու դառնում ապրելու համար թերևս Հայաստանի Հանրապետության ամենահարմարավետ ու գեղեցիկ վայրերից մեկը։ Մենք դա տեսնում ենք։ Գիտեք ինչու ենք դա տեսնում։ Որովհետեւ Գորիսի ընդդիմադիր համայնքապետ Արուշ Արուշանյանը աշխատում է այսօրվա կառավարության հետ։ Եվ այդտեղ ծրագրերի մեծամասնությունը կառավարության ծրագրերն են։ Եվ այդ կառավարության ծրագրերը համայնքի ղեկավարը ճիշտ կիրառում եւ օգտագործում է գորիսեցիների համար։ Եվ ունենք այդ պատկերը։ Ես Արուշ Արուշանյանին բազմից եմ քննադատել եւ չեմ ցանկացել, որ նա դառնա համայնքի ղեկավար։ Չեմ ցանկացել։ Հիմա էլ աչքիս լույսը չի։ Բայց մի բան հաստատ է, որքան էլ որ
երբ ինչ ա եղել, ով ա եղել, այսօր ինքը աշխատում է կառավարության հետ։ Ես չեմ կարող այդտեղ բան ասել։ Այ կարող եք դիտել իմ այդ ժամանակների տեսանյութերը, թե ես ինչ կոպիտ եմ անդրադարձել Արուշ Արուշանյանին։ Բայց ժամանակի ընթացքում, երբ որ տեսնում ես համագործակցությունը ինչքան ճիշտ է գնում, դու ասում ես լավ, մի րոպե, ոնց որ ստացվում է, որովհետև իմ խնդիրը որպես քաղաքացի եւ հաղորդավար, ինչու ոչ, հանրային գործիչ, հասարակական գործիչ, կայանում է ոչ թե մարդկանց թիրախավորելու մեջ, ոչ թե մարդկանց անցյալը գնահատելու մեջ, այլ նաեւ ցուցադրել աշխատանքը։ Իմ խնդիրը, որ իմ պետությունը լավը լինի։ Իմ պետությունը դառնա ամենալավը։ Ձեզանից ցանկացածին, եթե տանենք զբոսաշրջության արևմտյան Եվրոպա, դուք նայելու եք ու որևիցե մեկը չեք ասելու, չէ, չենք ուզում Հայաստանը ասենց երկիր դառնա։ Չեք ասելու։ Ասելու եք, վայ, ինչ լավ կլիներ Հայաստանն էլ այսպեսի երկիր դառնալ։ Իսկ ինչի արդյունքում ունեն։ Նվազագույն կոռուպցիայի, իրենց պետական գործիչների պետականամետ գործունեության արդյունքում։ Ահա եւ ինչի հիմա չեմ անդրադառնում։ Այն մյուսին, ինչի չեմ անդրադառնում։ Որովհետեւ աշխատում են, ասել են լավ։ Մենք ձեզ չենք սիրում, մենք ձեզ ընդդիմադիր ենք, իշխանություն։ Բայց եթե այս գումարը գալիս է, ոնց դու էլ ես մտածում երկրի մասին, ես էլ եմ մտածում իմ քաղաքի ու համայնքի մասին։ Դու էլ աշխատում են։ Ինչ է իմիջիայլոց դուրսի գալիս ընդդիմադիր գործիչներին։ Իրանք էին թիրախավորել Արուշանյան։ Ունեմ օրինակ Բերդ համայնքի հետ կապված լուսաբանման իհարկե ունենք ասելիքներ։ Բերդ համայնքում գործողություններ չեն իրականացվում։ Չեն իրականացվում։ Նայում ես նոր ճանապարհը Ճամբարակով բարձրանում է, շատ հիանալի ճանապարհ է, ինչի համար շնորհակալություն։ Ես Կիրակի օրը իմ ավակ ընկերների հետ իմիջիայլոց շատ հետաքրքիր ասես փնջով, հա, Ֆրանսիայից մի ավակ ընկերս, մյուս ավակ ընկերս Շվեդիայից, մյուս ավակ ընկերս Անգլիա, Ամերիկա, այս բանով տարիքով մարդիկ, կյանք տեսած մարդիկ, 1000 երկիր շրջագայած մարդիկ, այդ ճանապարհով գնում ենք, ասում են, սենց ճանապարհ այնտեղ չկա։ Ոնց որ թե միջպետական ճանապարհ չինքը, սարի ճանապարհ, հա, բայց այս ինչ ճիշտ մոտեցում է ցուցաբերած։ Ինչ լավ է կառուցած։ Ճամբարակից, որ գնում ես դեպի Բերդ։ Գալիս հասնում ես այնից ակարի խաչում, Անդրանիկի արձանի մոտերքից, սկսվում է բր մտար արդեն Բերդ։ Չնայած օրինակ Նավուրում, մյուս գյուղամիջյան ճանապարհները նույնպես կառուցվում են մայթերով, խողովակատարերով, իմիջիայլոց լավ կլինի այդ վրան սետ քաշեք, հա, որովհետև մութ ժամանակ ինքը կարա անծանոթ վայրին անծանոթ մարդու համար խնդիր առաջացնի։ Հա։ Հիանալի մի բան։ Քաղաքում վատ է վիճակը։ Բայց կուղվի, կշտկվի, կարծում եմ, չգիտեմ։ Եթե ցանկանում են, որովհետև կառավարությունը ջանք չի խնայում։ Այն ինչը որ կառավարության բանի տակ էր, շատ սիրուն արած է։ Մտնում ես համայնքի, մնացածը համայնքի ղեկավարի աշխատանքը պիտի լինի, ինչպես է ինքը աշխատում, ինչպես է մոտենում կառավարական ծրագրերին, ինչպես է ներկայացնում խնդիրները, ինչպես է պահանջում։ Համայնքի ղեկավարը այդպեսին պիտի լինի։ Հիմա երբ որ դուք ասում եք թիրախավորել եք Վարդանիկին, կներեք Վարդանիկին, Վարդանիկից շատ ոչ ոք չի թիրախավորել։ Ոչ մեկ ձեռ չէր տվել։ Ինքը իրան, հա, ժամանակին պաշտոնավարելա, կային գործեր։ Կային գործեր, ինքը շատ լավ գիտեր, որ կային գործեր։ Ինքն է Խոստովանանկանով էլ հանդես եկավ։ Բերկացավ, ասես գիտեք ինչ, քանի որ ես ինձ համար ապրում եի, դուք եկաք բզբզացիք, այսինքն իմ անցյալում արածների համար գործեր բացեցիք վրես, դե դուք տեսեք, ես էլ կմտնեմ քաղաքականություն։ Մարդը բերանացի ասել է դա։ Ես կարծիք չեմ հայտնում, սա իր բերանացի ասածն է։ Սպառեց որ կմտնի քաղաքականություն, մտավ քաղաքականություն։ Ու դա որպեսզի դարձնի իրեն Վահան։ Ինչի միջայլոց այսօր փորձում էր օգտագործել ընդդիմադիր ուժը, թե այ դուք տեսեք բանը Քրիստինե Վարդանյան բերել էր ցույցեր տալիս, թե ինչն է նշանակում բան քաղաքական հետապնդում, ինչն է նշանակում, չգիտեմ ինչ էր։
Սխալվում ես արգելից։ Դու չես կարող ցույց տալ get 1 ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով մինչև բանը ընտրություններին մասնակցել է, չի ունեցել հանցավոր գործունեություն։ Չես կարող։ Հիմի որ քնչականում գործը բաց է, մարդիկ էլ գիտեք ինչ, երբ որ քնչականում գործալնում, քեզ նամակ է գալիս։ Ու դու սկսում ես քայլեր ձեռնարկել։ Այդ մարդիկ էլ քայլ են ձեռնարկել, գնան ընտրությունների ու հետո դառնան քաղբանտարկյալ։ Հասկանում ես, դու չես կարող ասել, բա ոնց է այսպես։ Ու այ քաղբանտարկյալ են, դուք նրանց հանդեպ ոչ։ Նրանց վրա գործերը եղել են։ Գործեր կան 18-19 թվից։ Ես բողոքում եմ, ինչա դանդաղում այդ գործերը։ Ինչի է գալիս հասնում նրան, որ այդ մարդիկ կարան հասցնեն մի հատ էլ ընտրությունների մասնակցեն, որպեսզի քաղբանտարկյալի պիտակ վերցեն գնան բան բերդ։ Որովհետև ինձ տհաճ է, սա իմ պետություն է, ես որպես քաղաքացի իմ կարծիքով արել եմ բազմաթիվ գործողություններ, որպեսզի իմ երկրում չլինի քաղբանտարկյալ։ Խոսքի ազատություն ասվածը իսկապես լինի խոսքի ազատություն։ Իրավունքը, օրենքի հավասարությունը լինի գործի։ Ես հասկացել եմ, որ դա չի լինելու ոչ մի օրում, ոչ մի տարում, ոչ երկու։ Բայց ես քայլ առ քայլ գնում եմ դրան։ Հիմա նա ինքնուրույն հայտարարել է, մի քանի օր առաջ էլ Գյումրիի տոնին դուրս եկավ երգեր երգում։ Ես Արամն եմ, Քաջարամ, ինձ տանում են Կախաղան։ Հիմա հարց, ձեր կարծիքով ինչ էր այդ երգը երգում։ Ինչեր որոշել այս բազմաթիվ երգերից մեջ Գյումրիի տոնակատարության ժամանակ Կախաղան գնալու մասին երգեր։ Որովհետև գիտեր, ինքը գիտի ինչ ա արել։ Բայց միևնույնն է, մի հատ էլ այս ընթացքում արել, էլ որ թարմացրել է, չի կարող չանի։ Մարդը տավարապետ է եղել, հասկանում եք, դեռ սովետական միության ժամանակներից եկել են փողը տվել են, էսի տարել են, նենց են լուծել, դա իր արյան մեջ է։ Այդ մարդուն պետությունը պիտի պաշտպաներ, հեռու պահեր քաղաքական գործընթացներից, ասել լսի, արի մենք քո անվտանգությունն պաշտպանենք, մի մասնակցի քաղաքական գործընթացներին, որովհետև ծանր կլինի։ Լինելու է առաջին պլանում, որովհետև եթե մեր սովորական շարքային քաղաքացիներից համար գործում է բան, ասենք քրեական դատարանն ու վարչական դատարանը, քաղաքացիական դատարանը, պետական պաշտոնյաների համար բացի այս ամենը գոյություն ունի նաև հակակոռուպցիոն դատարանը։ Դե սահմանադրական, բան ասենք չասեմ։ Հակակոռուպցիոն դատարանը։ Եթե մեկը գա ինձ 1000 դրամ տա, ասես 1000-ը վեկալ ինձ կտանես, այն ինչ ես կարամ վերսեմ տանեմ, չգիտեմ, դրա համար ինչ կսպառնա ինձ հայտարարագրում բան չեմ արի կողմնակի եկավ։ Բայց ինքը պաշտոնյա է։ Եթե իրեն տան ասեն ես 1000 դրամը վերցու տարեց, ինչ դառնում է կոռուպցիա։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Հա, իմիջայլոց, քանի որ ես բազմիցս ասել եմ, որ սրանք էս կուտոկը, էս կաստան, հա, ինչում որ մեղադրում են ժամանակից շուտ դիմացինին, դա իրենց մոտ արդեն վաղուց գոյություն ունի, ու կան այդպիսիքը, ուրեմն հերթական բանը, արհեստական բանականություն, հիմա հարգելի փեսա, տեսար որ արհեստական բանականություն չէր, մարդիկ խոստովանել են, որ իրենք են, սա մեկ, երկրորդ, վաղարշապատում է սա ընտրությունները, արդեն արհեստական բանականությամբ տեսել եք, որ վիդեոներ են, չէ՞ սարքում, նայում ես ոնց որ իրական լինի։ Արհեստական բանականությամբ վերցրել են Արգիշտի Մեխակյանին հեգնող, նրան պարսավող ինչ որ նյութեր են սարքում ու նետում դաշտ։ Սա դեռ հարցի մի կողմն է, մի հատ ապուշ կարա միտեղ նստած այդ բանը անի։ Ունենք իմիջայլոց նման ապուշներ, անձամբ ճանաչում եմ, դրանցից մեկի հետ էլ դատարանում գործ ունեմ։ Ինքն ալ է ինձ դատի տվել։ Սա ամենածիծաղելին է։ Իմիջայլոցը Ագնեսա Խամոյանին եւ Քրիստինե Վարդանյանին։ Այսօրվա ելույթների հետ կապված, հեսա կմոտենամ ավելի։ Ու սա դեռ հարցի մի կողմն է, մյուս կողմից սրանց պատկանող լրատվականները վերցում են AI-ով հստակ սարքած բանը, ինչը որ իրենք զանազանում են, հա, կարա իմ հայրը 83 տարեկան մարդը չզանազանի։ Բայց դուք հո գիտեք, վերցնում տարածում են։ Ահա թե ինչպես եք դուք գործում։ Ու քանի որ դա ձեր գործը լավ ոչն է, դուք չեք կարող չասել, որ այ նրանք այդպես են անում։ Որովհետև դա ձեզ ծանոթ է, դա ձեր գործը լավ ոչն է։ Հասկանում եք։ Կամ Հարություն Մկրտչյանին նույն վաղարշապատում Հանրապետություն կուսակցության առաջին համարին։
դուրս է եկել 3 սրբազանը, գրառում է արել, շնորհակալություն հայտնելով Բորիս Մուրազին, ով պաշտպանում էր Բորենիներից իր եւ եկեղեցու պատիվը։ Ու ես Բորենի բնութագրում Վովային Հակոբյան եւ բանին Հարությունին Մկրտչյան ինչու՞մն են Բորենի, որ ունեն կարծիք, հա? Որ ներկայացնում են իրենց կարծիքը եւ պաշտպանում են իրենց դիրքորոշումը, դրա համար Բորենի են, այն որ երկու կանգնած սուտ են խոսում, Բորենի չեն, դու որ հեղաշրջման փորձ ես անում, Բորենի չես, դու որ եկեղեցին ես պղծում քո գործունեությամբ քաղաքական, դու Բորենին չես, դու քո լկտիկ սատերով նույն ազգային ժողովում, երբ որ հակահայկական ու հակապետական հայտարարություններ էր անում, դու գիտես մոռացել ենք, այն որ կանգնած Հայաստանի վրա դանոս էր տալիս, կանգնած մեր ազգային ժողովում հանրային քննարկման ժամանակ ասում էր բանա Արցախի ճանապարհը ոչ ադրբեջանցիներն են փակել, ոչ էլ ռուսները, հայերն են փակել։ Մոռացել ենք այդ ամեն ինչը։ Ես անպայման կփորձեմ գտնել տեսանյութը ու տարածել, թող ժողովուրդը ճանաչի իրական Բորենիներին։ Եթե մոռացել է, վերհիշի։ Ահա, այսպես թիրախավորված աշխատում են ժողովուրդ ջան Վաղարշապատ համայնքի հետ կապված։ Եվ քաղաքացիները Վաղարշապատ համայնքի պիտի որ այս ամեն ինչը աչքի առաջ ունենան։ Եթե օրինակ ինչ որտեղ գյումրեցիները ինչքան էլ ասում ենք ամենաուժեղի գիտեք որն է, գյումրեցիները սիրում են օգտագործել թասիբ բառը։ Ու իրենց չափորոշիչները թասիբով է, թասիբի միջոցով է։ Բայց ցավոք սրտի այդ ամեն ինչը գիտեն նաև իրական Բորենիները։ Եվ նրանք այդ թասիբ բառի տակ աշխարհի ամենակեղտոտ գործերն են արել։ Բայց ներկայացրել են թասիբը։ Դրա համար գյումրեցին ինչ որտեղ չուզեց ընդունել, որ ասում ենք մի արեք, սենց է լինելու։ Ու հիմա ճգնաժամային վիճակի Գյումրիում, որովհետև քաղաքապետի եւ մնացածների գործունեությունը կասեցվել է։ Դա նշանակում է, որ բազմաթիվ աշխատանքներ նույնպես դանդաղելու են։ Հիմա Վաղարշապատ համայնքում սիրելի Վաղարշապատցիներ, խորհուրդ կտամ, տեսեք, ես անուններ չեմ տալիս, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինձ թույլ էլ չի տա, ես այսօր անուններ տամ, ու չեմ էլ տա։ Չեմ տա, որովհետև ձեր համայնքն է, իմ երկրում ձեր համայնքն է, գուցե ես ինքս այցել եմ շատ անգամներ այդ քարոզարշավի ընթացքում, Վաղարշապատ համայնքում խորհուրդ կտամ, որպեսզի ընտրեք ժողովրդավար ուժեր, ընտրությունը կատարեք ոչ թե անձնական շահախնդրությունից ելնելով, այլ ձեր սիրելի քաղաքի բաներից է, մտ նայեք, իսկապես քաղաքի մասին մտածողի հետ գործ ունեք, թե անձնական շահեր հետապնդողի։ Ընդհանուր առմամբ, այո, որոշակի անձնական շահի նշույլ լինում է բոլոր պարագայում, որովհետև քաղաքական գործիչը ուզում է գա դառնա քաղաքապետ, հա, իր կարիերայում առաջընթաց գրանցի։ Դա նորմալ է, բայց դա անում է, որպեսզի ինքը շահի, թե դա անում է, որպեսզի շահերը համընկնեն բոլորի։ Եվ ես ես վստահեցնում եմ, ես ինքս կարող եմ լինել ցանկացած Վաղարշապատցու կողքին, եթե Վաղարշապատում լավ պատկեր ստացվի ժողովրդավարական եւ շատ խնդիրներ, որոնք որ խնդրահարույց կլինեն ու հարցեր կառաջացնեն, ես որպես հասարակական գործիչ պատրաստ եմ ձեր հարցերը ոչ միայն բարձրաձայնել, այլ տանել դնել քաղաքապետերի սեղանին։ Օրինակ Մասիս համայնքում ես չեմ կարողանում այդ գործը անել։ Մասիսցիներից շատերը ինձ հետ կապվում են շատ խնդիրներով, ասում եմ կներեք։ Դուք չունեք ժողովրդավար ղեկավար։ Դուք ունեք հնուց մնացած մեկին, ում համար հա բարձրաձայնի։ Տանես մոհիմ, նա սուտա խոսալու ճամփի ֆռացնի քանի տարի տևի։ Ընտրություններին ձեզ ասում ենք։ Այնպես որ հուսամ այս անգամ չեք մտածի, թե գուցե գնելը լավ չգիտի ու չեք անի այնպիսի քայլեր, որոնք որ ձեր աչքի առաջ տեսնում եք, որ պռավալի են գնում ու գնալու են պռավալի։ Իսկ մենք չենք ուզում, որովհետև ամեն ծակուցկում մի բան մեր երկիրը փոքր է։ Ամեն մի հատ գյուղում մի հատ բանը ցնցում է առաջացնում, որ ողջ հասարակության շրջանակներում ժողովուրդ ջան։
Եվ ես այո շատ լավ գիտակցում եմ, որ վաղար շաբաթը այդ տեսանկյունից նույնպես խիստ սպეციფიկ քաղաք է։ Մայրաթորն է այնտեղի հանրությունը մի այլ կերպ կապված հավատքի եւ իր էջմիածնի սուրբ մայրաքաղաքի, հա, հետ ու այլ դիտանկյունից այդ հարցերին նայում, այլ կերպ բայց այս ամեն ինչը կարող լավ լինի մի պարագայում։ Եթե ձեր համայնքապետարանում հավաքանին լինի ժողովրդավարական։ Իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ։ Դրանք շտկելի են։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ գանք Ագնեսայի, Խամոյան Ագնեսայի եւ Վարդանյան Քրիսինեի խոսույթին, ովքեր ազգային ժողովում այսօր արտարացիորեն ինչ-որ բան էին ասում էին, որ բանա ակտիվիստա մի հատ 3 ինչ-որ բանա տեղի ունեցել հետո, կներեք ուշադիր շատ չեղա, ցեցել են, թե ինչ էին արել, եւ սա գնացել է ոստիկանություն։ Ինչու մինչեւ հիմա բացահայտված չեն, թե ովքեր են։ 3 դեպքը տեղի ունեցել։ Իհարկե ես հասկանում եմ, թե ինչու են փեշերը փռել, այսպես փոխաբերական իմաստով ասած Արթուր Չախոյանի վրա, Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները, բայց մի հատ դիտարկում, նկատառում, տեսեք։ Ես ի տարբերություն ձեր Չախոյանների ու մյուսների, այն ակտիվ քաղաքացին եմ, ով մշտապես ասել է, որ թե մեծամասնությունը ազգային ժողովի իշխանության թևի, թե ընդդիմությունը իմն են։ Անկախ նրանից, թե ես ինչքան կքննադատեմ, ինչպես կմոտենամ, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել ազատ արդար թափանցիկ ձևով։ Ես ընդունել եմ ընտրությունների արդյունքները, ոնց նայում եմ դուք եք ընդունել, ու միշտ ասել եմ, սիրեմ, չսիրեմ, ուզեմ, թե չուզեմ, երկուսն էլ իմն են։ Իմը որպես քաղաքացի, քաղաքացու ընդհանրական կերպարանավորում, հա, ասենց ասենք։ Ինչը որ ձեզանից շատերի, ձեր շատ սիրելի ակտիվիստների շատերի խոսույթում նկատելի չի, իրանք երբեք չեն ասում Նիկոլն էլ է մերը, ԿՊՆ-ն էլ է մերը, իշխանությունն է մեր եւ ընդդիմությունն էլ է մերը։ Սա չեն ասում, չեն էլ կարող ասել, որովհետեւ իմ կարծիքով դեռ ահագին տեղ ունեն սովորելու, ըմբռնելու կամ հանդուրժողականության, զանազանելու մեկը մյուսից հարցերը եւ այլն։ Այնուամենայնիվ, թողնենք դա, ինձ հետաքրքիր չի, դա իրենք իրենց լեքսիկոն է, ինչի գնահատական հասարակությունն է տալիս։ Ես իմ մասին եմ ասում։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, որպես իմ երկրի իմ ընդդիմություն, երբ որ ինձ վրա էին հարձակվել դեռ հուլիսի 15 լույս 16-ի գիշերը, ինչու որևիցե մեկի դա չհետաքրքրեց։ Ինչու։ Իմ գործունեությունն էլ եղել է գրեթե նույնը, հա։ Կարող է ձեր սրտով չի եղել, բայց եղել է խնդիրներ լուսաբանել է։ Ինչի՞ մատ այդ ՆԳՆ-ի ներկայացուցչին տենց հարցերը չբերեցիք, էլի մտցնեք աշկոսեք, այս ակտիվիստին ինչի՞ հարցակվե վրան։ Չեն ծեծել իհարկե, մի օր դա ես կցուցադրեմ։ Ինչ են հարցակվել վրան։ Դա անթույլատրելի է։ Թե ձեր մոտ անթույլատրելիությունը կողմնապահության տեսանկյունից է դիտարկում, թե ընտա։ Իմիջիայլոց ես ԿՊ-ին ինչի համար եմ ավելի շատ բան անում, որովհետև ԿՊ-ն դրական վերաբերում, որովհետև ԿՊ-ն ի տարբերություն ձեզ ընդունակ է դատապարտելու նաև իրեն քննադատողների հանդեպ նման բռնաճնշումները։ Ընդունակ է, ու ես բազմիցս տեսել եմ դա։ Անկամ շատ բաների միարտերի վրա են ազդել, ասել եմ լավ, դա ով է դրանց հանդեպ տենց հանդուրժողական բան եք ցուցաբերում։ Հասկանում եք, բայց դուք ինչ-որ դրա մասին չեք բարձրաձայնել։ Իմիջիայլոց ասեմ, որ հուլիսի 15-ից մինչև հոկտեմբեր, նայեք, երրորդ ամիսն է։ Երրորդ ամիսն է, որևիցե մեկը դեռ ձերբակալված չի։ Որևիցե մեկը։ Չէ, չորրորդ ամիսն է մտնում արդեն ընթացքի մեջ։ 3 ամիս եւ 6 օր։ Ինչի Ախր
Այնպես չէ էլի, որ ասեք թե Գնելին Սարգսյան չէինք ճանաչում դրա համար, ուշադիր չենք եղել։ Ձեզանից շատեր առավոտից իրիկուն սրտի դողով նստած դիտում են իմ հաղորդումները։ Ձեզանից ոմանք ազգային ժողովում քննադատում էին անգամ իմ գործունեությունը։ Ոչինչ։ Լիլիթ Գալստյան ջան, ով ես հույս ունեմ, մենակ քեզ եմ ես վստահում։ Ես հույս ունեմ, որ դու տեսել ես էլի այդ նյութը, որ հարցակվել են ինձ վրա։ Ինչի համար ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանին կամ մյուս իրավիճակներում չեք ասել, ես ինչա կատարվում ես երկրում։ Ինչի հասարակական գործիչը պաշտպանված չի։ Այդ տեսնում եք, որ ոչ ոք ոչինչ չասի, դուք ինքներդ կարողանում եք ձեզ վնասել, որովհետև ինքնահայեցում չունեք։ Իմիջայլոց այսօր մի հետաքրքիր դրվագ եղավ։ Ես նմանատիպ մի բանի երկար էի սպասում։ Ազգային ժողովում այդ դրվագը եղավ, ու ես ակնկալում էի, որ իր վերջաբանը կլինի շատ լավը։ Երբ սենց որոշակի մրցակցություն ծագեց Ռուբեն Ռուբինյանի եւ Արծվիկ Մինասյանի միջև։ Երբ Արծվիկ Մինասյանն ասում է, իսկ ներողություն կխնդրես, եթե հանկարծ այդ գործերը պարզվի, որ սենց, Ռուբինյանը ասաց, այո, եթե դու էլ ներողություն կխնդրես, եթե հանկարծ սենց։ Եվ երբ հուշեցին դալիճից, որ Չարչյանի գործը կարծես վերջացած է, Ռուբինյանը ասաց, խնդրեմ, Չարչյանի գործով ձեր դիրքորոշումը այլ էր։ Հիմա ունենք հստակ ուժի մեջ մտած վճիռ։ Խնդրեմ, եկեք դրսևորեք ձեզ։ Դատապարտեք։ Ու ես անկեղծ եմ ասում, եթե Արծվիկ Մինասյանը, ես հասկանում եմ ինչ անշակում գործընկեր եւ այլն։ Բայց գիտեք ինչ, մենք էլ ընկերներ ունենք։ Ես շատ ընկերներ ունեմ։ Հուշեմ ձեզ, 3 հատ մենակ դպրոց եմ փոխել, 2 հատ տեխնիկումի կուրս, 2 հատ Հայֆիլմ կինոստուդիայում կուրս, 6 հատ չաստ։ Դուք պատկեր, էլ չխոսեմ դրանից հետո ձեռք բերած իմ ընկերներին, որտեվ ես միշտ եմ եղել հանրային մարդ։ Դուք հասկանում եք ես ինչքան ընկերներ ունեմ։ Ես այդ ընկերներից շատերին աչքս չթարթելով հաջող եմ արել, որովհետև իրանք արել են գործողություններ, որ վնասել են իմ պետությանը։ Ես լինելով շարքային քաղաքացի եւ չունենալով դրա պարտավորությունը։ Բայց դուք ոնց որ այդպես չեք անում։ Հիմա այդ դուրս գայք, հետո կզանգեք Չարչյանին էլ կգնեք կանտեք, ասեք ստիպված էի արել եմ, որովհետև իսկապես դա լավ բան չէր։ Դուք ընկերներով իրար հետ չեք կարում, այդքան անկեսնեք։ Դուք ընկերությունը ինչպես եք պատկերացնում։ Ինչպես եք պատկերացնում ընկերությունը։ Կեղծավոր ժպիտներով, իրար անընդհատ գովաբանելով, ոչ։ Ընկերությունը շատ ավելի վեհ գաղափարախոսություն է, քան դուք պատկերացնում եք փաստորեն։ Եվ Արծվիկ Մինասյան, երբ որ ամենավերջում մոտեցակ ամբիոնին, ինչու չասեցիք դա։ Ես անկեղծ եմ ասում, եթե դուք դա ասեիք, դառնալու եք օրվա հերոսը ինձ համար ազգային ժողովում։ Անկեղծ եմ ասում։ Ու ես այստեղից դա մատնանշելու էի։ Ասելու էի, այս քայլ էր։ Ու դա շատ կարևոր քայլ էր։ Բայց դուք չարեցիք, այդ շատ կարևոր քայլը։ Դուք նախընտրեցիք հայ ժողովուրդ, պառակտում, բան ինչից որ դուք եք շատ սիրում խոսել, այդ ամեն ինչը ավելի խորացնել, քան ձեր սրիկա ընկերոջը դեմ խոսել։ Դատապարտել։ Գիտեք, օրինակ ես չեմ կարող ունենալ սրիկա ընկերներ, չեմ կարող ինձ թույլ տալ։ Իհարկե, ես կարող եմ նրանց հետ ընկեր լինել։ Մինչև ինչ-որ մի օր հանկարծ դա եթե լինի այդքան պարզ, ինչպիսին սա է, ես շատ ցավալով նրան կհեռացնեմ, եթե նա չի ընդունել կամ չի գիտեք, բոլորս ենք սխալական։ Եթե նա ասի գնել ջան, գիտես, հա, վատ բան եմ արել, բայց ես ընդունում եմ, որ վատ բան արվեց։ Չգիտեմ, նոր եմ հասկանում, որ դա վատ բան է, ես կշարունակեմ նրան պահել իմ ընկերների շարքում ու պաշտպանել նրան։ Դա հաշվի առնելով, բայց քանի որ տեսնում ենք, թե օրական բերթերից ինչ հրապարակումներ են սփռտնում,
սպրտում։ Կարծում եմ այնտեղ ոչ ոք չի ընդունել ու չի ըմբռնել, հետևաբար դիտավորյալ են արել այդ գործողությունները։ Հասկացաք։ Հիմա ես ուզում եմ մի վերադառնալ մի շատ հետաքրքիր երևույթի, ով մշտապես հանդես է գալիս որպես իրավաբան, տոլի փաստաբան, տոլի Վանեցյանի օգնական, չգիտեմ, Արսեն Բաբայան։ Ու ես այո, ես են դեպքերից, որ ես կշարունակեմ երգել հին երգ։ Որովհետև դարձյալ Արծիկ Մինասյանի նման, սա էլ չի ուզում ընդունի իր արածը, ու ես դա այնքան եմ ասելու, մինչև, չգիտեմ, միշտ եմ ասելու, ըստ երևույթին, որովհետև նա երբեք չի ասելու, լավ կներեք, անցած լինի։ Հիմի ժամանակներ լինի այդպեսին, այդ մի սուտը պիտի պատմեի։ Քանի որ չի արել, ես ու չեմ կարծում, որ կանի, փաստորեն ես հավերժ սրա մասին խոսելու եմ։ Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ, Հայրենիք կուսակցության, Վանեցյանի կուսակցության գործադիր մարմնի անդամ Արսեն Բաբայան։ Տեսեք ինչ որակական հատկանիշներով ներկայացուցիչ ունենք մի ամբողջ կուսակցության գործադիր մարմնի անդամ, այդ նույնն է ոնց որ ԿՊ-ում վարչության անդամ։ Հայտարարությունը սկսեմ հռետորական հարցով, իսկ ով չգիտեր, որ այսպես է լինելու։ ՀՀ ներկայիս իշխանության մի խոսքով լոլոները գնում է, Վարդանիկի հետ կապված։ Ես չգիտեմ, ամբողջ արժի կարդալ թե չէ, լավ կարդամ, կարճ է։ Գործող իրավապահ մարմինները վաղուց արդեն բոլորիս համոզել են, որ չեն վայելում վստահություն։ Այս պայմաններում եւ տարածվող ձայնագրությունները եւ մեղսագրված արարքները կարող են լինել մոնտաժված ու կեղծ, ինչպես մենք բազմիցս համոզվել ենք տարբեր քրեակաղակական արշավների օրինակով։ Մի հատ օրինակ նշեր, ասեր օրինակ այս սա։ Մի հատ օրինակ։ Չես նշել, դու մանիպուլացնում ես։ Առավել եւս, որ կոնկրետ այս թեմայով արդեն կան խոստովանություններ։ Դու փաստաբան մարդ, պիտի դա շատ լավ հասկանաս։ Այսինքն դուք ամեն ինչ անում եք, որպեսզի հանրության վստահությունը ոստիկանի հանդեպ կամ իրավապահ մարմինների հանդեպ կոտրվի, ընկնի։ Եվ այնտեղից էլ մի քանի հոգի կան, որ կարող է իրենց գործողություններով նպաստեն դրան, եւ արդյունքը լինի վատը։ Ձեր գործը հետեւյալն է, ինչքան վատ, այնքան լավ ձեր համար։ Ինչքան վատ պետության եւ ժողովրդի համար, այնքան լավ ձեր համար։ Սա է ձեր խնդիրը։ Արսեն Բաբայան։ Որովհետև օրինակ չես բերել։ Բազմիցս որտեղ ես տեսել։ Որտեղ ցույց տուր մենք էլ տեսնենք։ Այդ որտեղ ես տեսել, որ մենք չենք տեսել։ Բազմիցսը 10-ից ավելն է։ Ինձ մի հատ ցույց տուր։ Ստում ես։ Նստած հենց հիմա ստում ես ու ես կարծում եմ գործող փաստաբանի համար իրավական մասով այս գործողությունը, որ հանրության շրջանակներում փորձում է անվստահություն մտցնել իրավապահ մարմինների հանդեպ, պիտի որ լինի հստակ մեկ այլ օրենքի շրջանակներում, ես կփորձեմ դա ուսումնասիրել։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը նոր չէ, դրա մեկնարկը տրվել է Ազգային ժողովի ամբիոնից անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն քաղաքական իշխանության ղեկավարն ինքն է դրել այդ գործընթացի հիմքը, իսկ հնարավոր է քաղաքական իշխանության կողմից այն էլ քաղաքական ամբիոնից արված մեկնարկը չհամարել քաղաքական դրդապատճառներով հետապնդում, նույնիսկ մեկ ցանկության դեպքում դժվար կլինի։ Չէ, շատ հեշտ է հասկանալը, դու իհարկե գուցե օգտվես մարդկանց չիմացությունից, բայց ես հիմա քեզ ասեմ ինչպես է դա լինում։ Վարչապետը մեկնարկը չի տվել։ Ես քեզ հուշեմ, վարչապետին նման կարևորության գործերը զեկուցում են նախարարները։ Եվ վարչապետը հստակ ունենալով տեղեկություններ, հստակ փաստացի տեղեկություններ արտահայտվել է դրա մասին ազգային ժողովում, ոչ թե մեկնարկն է տվել, այլ ընթացքից միացել է, ասենց ասեմ։ Ինչին դուք չեք միացել։ Ինչու մեջ դուք խնդիր չեք տեսել։ Հասկանում եք, ձեր կարծիքով վարչապետը կարա 20 օր առաջ բան ասի, 20 օր հետո մարդ ձերբակալեն։ Լուրջ եք ասում։ Բայց ինչա 5-րդ տարին է դուք գոյություն ունեք։ Ոչ, զեկուցել են մարդը տեսել է, որ արդեն եկել գործական փուլ է մտնում։ Բայց դրա պատասխանատվությունը նույնպես է ինքը կրում է, ինքը պիտի տեղյակ լինի։
Որովհետև եթե որպես երկրի ղեկավար իր պետության մեջ քաղաքական ընդդիմադիր գործիչ է ձերբակալվում, դա ամենավատ բանն է հենց իշխանության համար։ Այն հենց այս բաներից խուսափելու համար, որ կդառնա դա քաղաքական բանի թեմա, շահարկման թեմա։ Եվ պիտի շատ ավելի հիմնավոր լինեն, որպեսզի գործողություններ գնան։ Որովհետև երկրի պատասխանատվությունը ժողովրդավարության դեպի գնացող պատասխանատվությունը երկրի ղեկավարի վրա։ Դուք եք չի ասում միակ պատասխանատու բան։ Դա բերում ներկայացնում են այդ պատասխանատուին։ Ասում են, մենք կրակի մեջ ենք, վարչապետ ջան։ Սա դարձել է քաղաքապետ, բայց այս գործերը կա։ Հիմի այդտեղ գուցե քաղաքական որոշում էլ է, պետք չգիտեմ։ Սա վտանգավոր չի, որ հանկարծ դառնա այլ կերպ ընկալվի աշխարհում։ Ես սրանք տեսնում եմ, Արսեն, դու չես տեսնում։ Շարունակենք, ոչինչ որ չես տեսնում, դու շատ բաներ չես տեսել, հեսա կվերադառնամ այդ հին երկին։ Կոռուպցիոն բնույթի եւ առհասարակ բոլոր հանցագործությունները պետք է քննվեն բացառապես օբյեկտիվության շրջանակներում, անկախ եւ չքաղաքականացված իրավական կառույցների կողմից։ Համաձայն ենք։ Ես էլ եմ համաձայն։ Իսկապես Վարդանիկ Նովան, որ այդքան շոուներ սարքել էին։ Երկոքի թող գնային վզից, բարձրացնեին դրային, ավտոն բերեին, տեսեք ինչ սիրուներ վազում խունջիկ լամիշ լինելով։ Գուցե նույն կերպով ցանկություն այդներ մարդը վազեր։ Հասկանում եք։ Թող գնային երկոքի բերեն, ես այստեղ միակ տեղն եմ, որ համաձայն եմ քեզ հետ։ Բայց արի ու տես, որ քաղաքական աստար դրան տվել է Վարդանիկը, ձերբակալվողը։ Ով ճիշտ դրանից մի քանի օր առաջ երգում էր, որ իրեն տանում են կախաղան։ Բայց այստեղ լավ լուր ունենք, Հայաստանում մահապատիժը չկա։ Եվ հա, իր սիրելի երկրում, ընդդիմադիր ու ձեր սիրելի երկրում, Կրիմնաշի երկրում, Վանեցյանի սիրելի երկրում, Արսեն, ընդդիմադիր, հանկարծ մեկը մի հատ ընդդիմադիր հայտարարություն անի 10 տարով գնում է։ 3 չա առաջորն եմ մի հատ ռուս տղայի ակետից տարել բեկետ։ Հազիվ էր փախել Ռուսաստանից։ Միայն այդ պայմաններում կարող է երաշխավորվել, որ յուրաքանչյուր կոռուպցիոներ լինի իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչ կստանա իր արժանի պատիժը։ Նես արդեն մտքի շարունակությունն է չկրկնենք։ Մեզ համար աներկբա է, որ հանցանք կատարող անձը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Իմիջիայլոց այս լամեդիային կխնդրեմ, որպեսզի իրենց տառատեսակը փոխեն, անընթեռնելի է, հաճելի չի կարդալ, ասենց մի հատ զրի լավություն ձեզ ասեմ, անեմ էլի։ Ինչ վերաբերում է տարատեսակ քփեականների խլոք, նստեք տեղներդ ձեզ հարազատ լեզվով, դուք դեռ շատ պիտի ապաշխարեք նախքան հանցագործություն բառն արտաբերելու նվազագույն բարոյական իրավունք վաստակելը։ Այ այստեղ Արսեն ջան, արի մի հատ քեզ էլի բան հիշեցնեմ, ինչպես որ խոսք էի տվել, վերադառնանք հին երկին։ Դիմադրություն շարժումը երբ էր 21 թվականին, ընտրություններից մի քանի ամիս հետո, չէ, եթե չեմ սխալվում, այն օպերայում, որը թե 22-ին, լավ, կամ 21 կամ 22։ Ուրեմն Արսեն Բաբայան անձնավորությունը վերցնում է մի նկար, երկու նկար կպցնում է իրար, մեկը սարքած իբր Նիկոլ Փաշինյանը սրբապատկերի տեսքով, գլխին, չգիտեմ, բանով, լուսապսակով, sense մի հատ ձեռառնելիք նկար, ու դնում է իմ նկարը, ու գրառում անում իմ անունից, իբր ես եմ այդպես ասել, որ ես ինձ համար Նիկոլ Փաշինյանը սուրբ է, ու չգիտեմ, sense մի հատ գրառում, ու դա հրապարակում է։ Թիրախավորելով կոնկրետ ինձ, փաստաբանը, Վանեցյանի օգնականը, հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամը, սրանք էլ ներկայացուցություն են վաղար շաբաթի ընտրություններում։ Սա դեռ մի կողմ, մի հատ այդտեղ մի երկու բառ կերել է արդեն։ Հետո մի օր, երբ նրանք այս ահաբեկիչները զավթել էին օպերայի հրապարակը, հիշում եք երևի, վրանները դրել, նարդի էին խաղում, մի օր ես քաղաքացի ախպեր ջան, գիշերով ընկերոջս ճանապարհում եմ, տուն փողոցը պիտի անցնեմ,
Նայում եմ փակ է սաղ։ Ասում լավ դու փակա մեքենայի համար է փակում, մարդկանց համար փակ չի։ Փորձում եմ ոտքով այս կողմից անցնել այս կողմ։ Այդ ժամանակ բերել էին Արցախի դրոշը, տնկել էին այդ կենտրոնում, հա։ Փորձում եմ վրանների մոտով սենց անցնել։ Հանկարծ այնտեղ մի ճիչ է բարձրանում, ոնց թե գնելը մտել էսպես անցնում է։ Մի խոսքով հարձակվում են վրաս, մի 40 հոգով։ Իհարկե վախենում են ավել գործողություն անել, քան իրենց զսպելն է։ Այնտեղ վերևից են մի քանի հոգի վազում, տեսնում են, չէ գնելը նա անջող չի, մի հատ էլ իրանք են սսկվում ու ճռռցնելով մտնում այս կողմ։ Ոստիկանները այս կողմից են լցվում։ Ինձ փորձում են այդտեղից հեռացնել։ Ես ասում եմ՝ մի րոպե։ Իմ ազատ տեղաշարժի իրավունքը փաստորեն սահմանափակված է։ Ես չգիտեմ այստեղ ինչ են փակել, բայց սա իմ երկիրն է։ Սա իմ երկիրն է ու իմ ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված է։ Ես մեքենայով չեմ, որ ասեմ, լավ, ակցիա է, որ մեքենայով չեմ կարող անցնեմ, չգիտեմ, այսպեսի բան։ Ես ոտքով իմ քաղաքում չեմ կարողանում քայլել։ Այսինքն ահաբեկիչներ են զավթել, թե այստեղ ուրիշ օրենքներ են գործում։ Անցնում է։ Դե մի խոսքով ասում եմ, լավ, գիշերով հավես չկա, առանձնանում եմ, գնում եմ տուն։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 9-ին տեսնում եմ Արսեն Բաբայանի գրառումը։ Ներեցեք ժամանակից մի փոքր չարաշահում եմ։ Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ երեք Ոմն Գնել Սարգսյանը, իբր չի ճանաչել, Ոմն, փորձել է ներխուժել հրապարակ ազատության եւ պատռել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների դրոշները հարբած վիճակում եւ նրան չեն թողել, մի խոսքով փրկել են դրոշները ինձնից, մինչեւ ոստիկանությունը ինձ մեկուսացրել է։ Գրում եմ, ասում եմ, Արսենի, տես, այդ հրապարակը էլ հրապարակն է, որը շատ մեծ խաշմերուկ է ու առնվազն 8 հատ կամերա կա։ Ու եթե դուք իսկապես շատ ցանկանում եք գնելին ստորացնել, որովհետև սարսափում եք նրանից, խնդրում եք այդ կամերաների տեսագրությունը, տեղադրում եք։ Ձեր կայքում ասում եք, այս գնելը, այս դրոշները, այս էլ ոնց են գնելին կասեցնում դրոշը, որ հանկարծ չպատրի։ Դա բարդ բան չի, դու փաստաբան ես, իրավաբան ես, ձևերը գիտես։ Այլապես ես ամբողջ կյանքում քեզ ոնց ուզեմ բնութագրելու եմ, թե քեզ թե քո գործունեությունը ցնցեց են կուսակցությունն առհասարակ։ Այս մարդը այնքան չարես, մինչև ինձ բլոկեց, որովհետև իր համար անհարմար է դա։ Մի խոսքով, հերթական անգամ Արսեն Բաբայան ստախոսը պաշտպանում է իր նման ստախոսի շահերը, սուտ մեկնաբանություններով։ Այնպես որ լուրջ չընդունեք, ոչ այլ ոքա, քան Վանեցյանի օգնականը։ Ասա տերը տով, ասում դու ով ես։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։